Այսօր պատրաստելու ենք ավոկադոյի կարագ, անչափ համեղ և լավ է ստացվում, այն պարզապես կարող եք քսել հացի վրա և հենց այսպես ուտել, կամ մատուցել բրուսկետայի տեսքով, ինչպես նաև ծոմամթերքի հետ։ Շատ արագ և հեշտ է պատրաստելը, ձեզանից բացարձակ ժամանակ չի տանում։ Բլենդերի տարայի մեջ լցնում ենք ավոկադոն, կարագը, կանաչիները, սխտորը, բուսայուղը, կիտրոնի հյութը, աղը, սև պղպեղը և բոլորը միասին բլենդում ենք։ Ավոկադոն պետք է պարտադիր հասած լինի, որպեսզի լավ ստացվի։ Կանաչիներից կարող եք վերցնել ձեր նախընտրած կանաչիները, ինձ մոտ մաղադանոց և սամիթ է։ Լավ բլենդում ենք, որպեսզի ստանանք միատարր զանգված։ Տեսեք, թե ինչքան պինդ ու լավ ստացվեց։ Տեղափոխում ենք ամանի մեջ, մի փոքր այսպես հարթեցնում ենք, վրան ծածկում ենք և տեղափոխում ենք սառցե խցիկ մոտավորապես 30 րոպեով, որից հետո կարող եք արդեն վայելել։ Սառելուց հետո ստանում ենք այսպիսի կարագի նման խտություն, տեսեք, թե ինչքան հեշտ է քերվում։ Այսպես վերցնում ենք, քսում հացի վրա, վրան կարող եք դասավորել ձեր նախընտրած մթերքները, խաշած ձու կամ մատուցել որպես բրուսկետա, շատ հարմար է նաև ապխտած ձկնատեսակի հետ։ Իդեալական տարբերակ է նաև նախաճաշի համար։ Ես մի փոքր գեղեցկացնում եմ կարմիր պղպեղով և հենց այսպես էլ մատուցել եմ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա իմ պատրաստած տեսանյութը։ Դուք էլ պատրաստեք և կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում։